պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանի ուղերձը։ Մեր ձևով կամավորական շարժման տարեկան հաշվետու ժողովի հարգելի մասնակիցներ, սիրելի գործընկերներ և համախոհներ, ողջունում եմ շարժման տարեկան հաշվետու ժողովը։ Ձեզ հետ միասին հպարտանում եմ այսքան կարճ ժամանակահատվածում ընդամենը 4 ամսում կատարված ահռելի ու կարևոր աշխատանքով։ Չկա այլևս մեր երկրում բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին։ Չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը։ Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները, չնշելով մեր ձևով շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը։ Մեր գործունեությունը նաև Հայաստանն ուսումնասիրող ու լուսաբանող օտարերկրյա մամուլի ու վերլուծական կենտրոնների ուշադրության առանցքում է։ Վերջապես, մեր երկրում դժվար է գտնել այլևս սթափ մի ընտրողի, ով որոշակի հույսեր է կապում Հայաստանի Հանրապետության լավ ապագայի հետ ու այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը։ Սա շատ տպավորիչ արդյունք է, որի հեղինակը դուք եք և մեր համախոհները, ի սրտե շնորհակալ եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն։ Պատճառը պարզ է։ Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։ Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից։ Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այո, ժողովուրդ ջան։ Այսօր մենք ասում ենք բոլորին, Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն։ Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա։ Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա։ Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Հետևաբար մենք հենց այդպես ենք անելու։ Ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին։ Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը, ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանակ հնարավոր է։ Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, կոռուպցիոն, ուժային բեսպրեդզելը։ Մեր հայրենակիցների ուզածը դա է։ Ասում եմ դա միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին։
Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված է բազմաթիվ զրկանքներով, բայց ինչպես կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի Հանրապետության, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ ու ապահով ապագան է։ Ուրեմն առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր 2026 թվական, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա։ Հաղթելու ենք մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Սամվել